Բյուրեղավանում վախի մթնոլորտ է։ Տեսախցիկներից փախչող մարդիկ պնդում են, ոչ տեսել, ոչ լսել են իրենց համայնքապետի տեղակալի ու ավականու անդամի մասնակցությամբ սկանդալային ծեծկռտուքի դանակահարության մասին։ Աստվածը սիրեք, անցեք, ես չգիտեմ, տեղեկություն չունեմ։ Ես թե չեմ եղել, տոշը տեղեկություն չունեմ, չգիտեմ արևս։ Չեմ լսել։ Շատերը հրաժարվում են նկարահանվել, վախենալով, որ մասսայական ձերբակալությունների ֆոնին մի օր էլ իրենք մի բառ ասելու համար կհայտնվեն ճաղերի հետևում։ Դե արի ապրի։ Մարդիկ լեզվակռիվ են տվել, հաջորդ օրը իրար թուշ պաչել, պնդում են որոշ բյուրեղավանցիներ։ Իրականում ինչ է եղել հոկտեմբերի 15-ին կեսգիշերից հետո, որ բանը հասել է դանակահարության։ Բյուրեղավանում խոսում են, որ համայնքապետի տեղակալ Դանիել Դանիելյանը օրեր առաջ հողային հարցերի մասին տհաճ խոսակցություն է ունեցել Սուրիկ Թադևոսյան անունով բյուրեղավանցու հետ։ Վիճաբանության գիշերը դեպքի վայրում է եղել նաև համայնքապետի տեղակալի ընկերը, ավականու իշխանական անդամ Վարդան Սուքիասյանը։ Տեղեկություն կա, որ բռունցքներով իրար խփելուց, իրար վրա քարեր նետելուց հետո հենց ավականու անդամն է դանականել համաքաղաքացու վրա։ Նա փոքր վնասվածք է ստացել, 4 հոգու են իրավապահները ձերբակալել, այդ թվում համայնքապետի տեղակալին ու ավականու անդամին։ Քննչական կոմիտեից Հայլուրին հայտնում են, որ 4-ին էլ ազատ են արձակել երկրից չբացակայելու պայմանով։ Դանիել Դանիելյանն այսօր աշխատանքի է գնացել համայնքապետարան։ Մենք ոչ մի կապ չունենք տարածված լուրերի հետ։ Այս պահին իրավապահ մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով։ Ավելի տեղեկատվություն ես հստակ չեմ կարող ասել։ Միայն կարող եմ ասել, որ Դանիել Դանիելյանը այսօր աշխատանքի է եղել, մասնակցել է գործակարգավարական խորհրդակցությանը։ Դանիելյանի մասին ոչ մի վատ խոսք քաղաքում։ Մի հոյակապ մարդ է, մայրը դասատու, հայրը ճիշտ է շոֆերա, բայց քաղաքավարի հարգված մարդ է։ Թե չդանել ինչի ես մոտեցել եմ, բավարար արդյունք եմ ստացել։ Հիմա իրեն բավարարված է զգում նաև Քարաձորցի Գագիկը, որ օրեր առաջ կոկորդ էր պատրում, թե Սպիտակի համայնքապետը հենց համայնքապետարանի միջանցքում իրեն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել, հետո ոտքով խփել։ Ու հազիվ է փախել համայնքապետարանից, որ չսպանի իրեն Քաջայր Նիկողոսյանը։ Իմ խնդիրները լուծել եմ ես։ Գագիկը պնդում է, դեպքից հետո համայնքապետի հետ խոսել է, իրար հասկացել են։ Ջրի վատ որակի համար էր նրան դիմել, խնդիրը լուծված է։ Կապվել է, խոսացել է, սաղ թամամա, սաղ նորմալ է։ Գայանե Մովսիսյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։